Կենտրոնի եթերում Էպիկենտրոնը շարունակում է աշխատանքը, ես Տաթևիկ Ավետիսյանն եմ, բարի երեկո։ Օրվա կարևոր իրադարձությունները նախամարոտ։ Վարչապետի թմբուկների ռիթմով վարչաբենդի առաջին համերգ ֆլեշմոբը կայացավ։ Հանդիսավարը ազգային ժողովի խոսնակն էր, հանդիսատեսը ՔՊ Վերնախավը։ Երկու բարից դուրս ինչ են կարծում քաղաքացիները։ Իմ կարտիկով դրա ժամանակը չէր։ Ինձ թոշակն է հետաքրքրվում, որ կարողանամ ապրեմ։ Կարծում եմ շատ ավելի կարևոր հարցեր կան։ Ռաֆի ոչ թե ռեյով, այլ ռեյով։ 3 տարի անց ու սպասվածից շուտ բանակի օրը ծնվեց 44-օրյա պատերազմում անմահացած Արմեն եւ Ռուբեն Շահինյանների եղբայրը։ Հերոսածին մոր առաջին էմոցիաները։ Միցե ես եմ փորձում նմանություններ գտնել, բայց ըստ թվում է երկուսի միքսն է։ Դժվար անցանելի ու դժվարամատչելի Սյունիք, հրդեհներ, ձնաբքեր, անանցանելի ճանապարհներ։ Փրկարար ծառայությունն ամփոփել է 2025-ը։ Դեպքեր եղել են 1308-ը։ Եկեղեցին ռազմական ոստիկանության հսկողության տակ։ Ահազանգում է Տեր-Պսակը, պարզաբանում Պաշտպանության նախարարությունը։ Ուբան արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Սպառնալիքը Միացյալ Նահանգներից է։ Այսօր Մեղադրյալի կարգավիճակով քննչական կոմիտե են հրավիրվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը եւ Տեր Մովսես Քահանան, հայտնում է փաստաբան Արմին Էֆանյանը։ Ըստ փաստաբանի եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Խոսքը Մասյացոտնի թեմի առաջնորդին կարգալույծ անելու Գերագույն հոգևոր խորհրդի որոշմանն է վերաբերում։ Փաստաբան Արա Զոհրաբյանի կարծիքով սա հերթական միջամտություն է եկեղեցու ներքին գործերին։ Արմին Էֆանյանը ընդգծում է, նպատակն է չթողնել հոգևորականներին մասնակցել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովին։ Եպիսկոպոսներին ծանուցագրերը հանձնել են այսօր վաղ առավոտյան ոստիկանության միջոցով։ Քրեական հետապնդում է հարուցվել, ծանուցագրից արդեն ակնհայտ էր, որ 507 հոդվածի 2-րդ մասով է նախաձեռնված քրեական վարույթը, դա դատանի դատական ակտը իշխանական կամ ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցությամբ օգտագործած չկատարելն է կամ դրա կատարմանը խոչընդոտելու հոդվածն է, մեր հանրությանը ներկայացնեմ։ Սրբազանի նկատմամբ խաբամիջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Նախազգուշացվել ենք քրեական հետապնդման որոշման բովանդակությունը չհրապարակելու մասին, փաստերը չհրապարակելու մասին, բայց կարծում եմ բոլորիդ էլ հասկանալի է ինչի մասին է խոսքը, ինչ դատական ակտի մասին է խոսքը, առանց նույնիսկ մեկնաբանելու էլ պարզ է։ Ավելին այստեղ գալուց առաջ ես արդեն մեկնաբանել եմ մեր դիտարկումներն այդ մասով։ Սա այո, եպիսկոպոսատ ժողովը տապալելու հերթական փորձն է, որովհետև ըստ էության Գերագույն խորհրդի անդամներին ստացվում է, որ արգելելու են լքել Հայաստանի Հանրապետության սահմանը, ինչը արդեն ինքնին խոչընդոտ է լինելու, որպեսզի նրանք մեկնեն եւ մասնակցեն այդ ժողովին։ Եվ ցավոք սրտի պիտի արձանագրեմ մի փաստ, որ այս վերջին շրջանում այնքան ինչքան հոգևորականներ այս դուռը բացեցին ու մտան ներս ու դուրս եկան, դա ուղղակի աբսուրդ է։ Մեր երկրում հանցագործներ չկան։ Մենք պիտի որպես մեղադրյալներ գանք այս դուռը բացենք, մտնենք ներս։ Պաշտպանության նախարարությունից պարզաբանել են, ինչու է ռազմական ոստիկանության մեքենա հերթապահում Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։ Երևանի նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա, բնականոն ծառայություն է, ասված է պարզաբանման մեջ։ Ավելի վաղ Տեր-Պսակ քահանա Մկրտչյանն ահազանգել էր, որ առավոտից ռազմական ոստիկանության մեքենա է հերթապահում Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։ Ես առավոտյան եկա եկեղեցի եւ նկատեցի մուտքի մոտ, որ ռազմական ոստիկանության մեքենան այստեղ կանգնած է։ Մեկ մեքենա էլ ֆիքսեցի, որը պետական համարանիշներով էր, ավտոհամարանիշներով, ինքը քաղաքացիական հագուստով էր եւ շփվում էր ոստիկանների հետ, ռազմական ոստիկանը։ Ենթադրեցի, որ իրենց աշխատակիցներից է, բայց նա հեռացավ։ Ինձ հետաքրքիր է, ինչի են իրենք այստեղ ծառայություն իրականացնում, որևէ բան կա, որով նաև մենք եթե կարող ենք օգտակար լինել, ինքը ասեց դեր այր ես իրավունք ունեմ չպատասխանելու ձեր հարցին, եթե պարզաբանումներ եք ուզում, դիմեք մեր վերադասին։
Երիտասարդներին դրսևորվելու եւ նրանց ձայնը լսելի դարձնելու Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել նրանց շրջանում։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը ձևավորվում է երիտասարդների անմիջական մասնակցությամբ, որովհետեւ հենց նրանք են մեր երկրի շարժիչ ուժը։ Հարցերն ու առաջարկները բազմաթիվ են եւ մեր նկարահանող խումբը պարզել է երիտասարդների տրամադրվածությունը իրենց տրված նոր հնարավորությամբ։ Պետության զարգացման շարժիչ ուժը երիտասարդներն են եւ այդ ճանապարհին նրանց խոսքը լսելի դարձնելու առաջարկներին ընթացք տալու նպատակով ծրագրված մեծ հանդիպումն արժևում է։ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ Առաջարկ Հայաստանին ծրագրի շրջանակում ստեղծված աշխատանքային խումբն այս օրերին հավաքագրում է բոլոր հարցերն ու առաջարկները։ Հանդիպմանն ընթരാճ այս նախաձեռնության լուրը լայն արձագանք է գտել երիտասարդների շրջանում։ Շատերն են խոստովանում, որ բախվում են այնպիսի խնդիրների, որոնց լուծումն ավելի լավ, քան իրենք ոչ ոք չի կարող պատկերացնել։ Սա շատ մեծ հնարավորություն էր, որպեսզի մենք դարձնենք մեր ձայնը լսելի եւ խնդիրները, որոնք կան, որոնք առկա են, լուծում ստանան եւ կարծում եմ պարոն Ծառուկյանը մեզ կաջակցի այդ հարցում։ Ցանկանում եմ, որ Հայաստանը դառնա ուժեղ եւ ունենանք այնպիսի Հայաստան, որտեղ մենք պաշտպանված կլինենք եւ մեր ձայնը լսելի կլինի եւ ցանկացած խնդիր կստանա իր լուծումը։ Մտահոգող հարցեր այսօր շատ կան, թե մեր շրջապատում են այդպիսին, թե համալսարանական կյանքում այսօր ուսանողների առաջ շատ խնդիրներ են դրված, սկսած ուսման վարձից միջև աշխատանք գտնելու հարցերը, բայց կարծում եմ բոլոր խնդիրները լուծելի են։ Երիտասարդներին երբ որ հնարավորություն են տալիս իրենց ձայնը արտահայտելու, իրենց ձայնը բարձրացնելու, երիտասարդը ել ավելի է ոգեշնչվում այսօր եւ կարողանում է նոր ուժով, նոր ոգով առաջ շարժվել եւ իր գաղափարները իրականացնել։ Հնարավոր է կրթաթոշակների ինչ-որ սահմանել անհատների հաշվին։ Այսինքն այն ուսանողները, ովքեր խելացի են, բայց ունեն ֆինանսական խնդիրներ, կրթաթոշակների միջոցով ստանան կրթություն, հետագայում աշխատանք։ Իմ կարծիքով ամենամեծ խնդիրը երիտասարդների աշխատաշուկան է, որովհետև այս պայն Հայաստանի աշխատաշուկան այն իրավիճակում է, որ ոնց նոր է քեզ որպես աշխատող, այսինքն փորձ չունես, հնարավորությունը շատ քիչ է, որ քեզ ինչ-որտեղ գործի կվերցնեն, ու դրա համար նոր ավարտած ուսանողը հայտնվում է իրավիճակում, չի կարող հասկանալ, թե որտեղ շարունակի աշխատել։ Ուսանողների համար քիչ են աշխատատեղերը, ամբողջ զրույքով թեկուզ աշխատելու հնարավորություն չկա։ Թարմ մտքերով ու գաղափարներով երիտասարդներին պետք է հնարավորություն տալ դրսևորվելու անվտանգայինից մինչև սոցիալական, կրթականից մինչև հոգեբանական խնդիրներ։ Ամեն քայլափոխի նրանց հանդիպած պատնեշը շրջանցելու բանալին հենց իրենց ձեռքում է։ Որպես ապագա իրավաբան իմ համար ամենակարևորը իրավագիտակցության բարձրացումն է որպես խնդիր։ Շատ հաճախ տրանսպորտները ուշանում են կամ գալիս են ծրագրով ցույց տալի որ գալիս են, բայց չկան իրանք իրականում։ Գալիս է ցույց տալի որ տրանսպորտը անցնում է, նայում ես որ տրանսպորտը կա ոչ է։ Անպայման հարցը կուղարկեմ իհարկե։ Ոնց անեն, որ երիտասարդների աշխատավարձը ցածր չլինի, որտեղ ջահել լինելը չի նշանակում եւ նաեւ փորձ չունենալը չի նշանակում, որ իրանք ձգտում չունեն։ Տեսնում եմ, թե ինչպիսի աճ է գրանցել թմրանյութերը երիտասարդների եւ դերասանների շրջանում, մեծ անհանգստություններ ունեմ դրանց աճի եւ մեր սերունդի որակի անկման հետ եւ առաջարկներ նաեւ այո կան, որպիսի եւ սոցիալական ցանցերը եւ դպրոցներում կամ կրթական հաստատություններում հսկողության սահմանն ավելացումը, որը որ կբերի դրանց նվազմանը եւ կանխմանը։ Մի քիչ շատ sense չարացած են մարդիկ, պետք է մի քիչ սիրով իրար հետ լինեն այդ խնդիրը։ Մի քիչ ավելի շատ երիտասարդները, вообще մարդիկ իրար մի քիչ ավելի շատ սիրեն։ Ինչպես խոստացել է Գագիկ Ծառուկյանը, բոլոր հարցերը կունենան պատասխան եւ խելամիտ առաջարկները դառնալու են մի ծրագրի բաղկացուցիչ, որը կյանքի է կոչվելու նոր ու բանիմաց սերնդի անմիջական մասնակցությամբ։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Գիրոյան, Էպիկենտրոն։ Երկար անոնցված վարչաբենդի համերգը կայացավ։ Թմբկահարի դերում Նիկոլ Փաշինյանն էր, հանդիսավարի դերը ստանձնել էր Ալեն Սիմոնյանը։ Նախապես գրանցվածների եւ մուտքի իրավունք ստացածների մեծ մասը ՔՊԱ-կան վերնախավներ եւ նրանց հարազատները։ Նրանց համար երեկոն ստացված էր։ Քաղաքացիների մեծ մասը սակայն կարծում էր ոչ տեղն էր, ոչ ժամանակը։ Ինչ էին լսում, ինչի տակ ապարում, ինչ են ասում քաղաքացիները։ Էպիկենտրոնի անդրադարձում։ Դրախտի ալվան ծաղկից մինչև ուր որ գնաս հետդ կգամ։ Աշխատել ենք մեր փաճաշապություն բերել։
դասական ոճի մեջ։ Իսկ Փայլփլուն Արթուզարդը երեկոյի տրամադրությունն ընդգծելու համար է։ Երեկույթը ոնց որ փայլային ուզեցինք լինել, հիմա ինքն էլ փայլուն, ես էլ եմ փայլուն։ Փայլը կա, բարձր տրամադրությունը նույնպես։ Տարածված կադրերը հուշում են վարչապետի գլխավորությամբ վարչաբենդի հրավիրած ուրբաթ երեկոն թեժ է անցել։ Տրամադրություն պետք է չլիներ էլի այդքան ուրախանալու։ Ավելի հետաքրքիր բաներ կա հայելուն։ Մայրաքաղաքի փողոցներում շատերը չէին հետևել այսպես ասած իրական Հայաստանի երաժշտական ֆլեշմոբ համերգին։ Ասում են չի հետաքրքրում, ժամանակը չէ, ծանր հոգսերն էլ քիչ չեն։ Ինչ է դարքրվում, ինձ թոշակն է դարքրվում, որ կարանամ ապրեմ։ Եթե երկրի վիճակը լավ վիճակում լիներ, ամեն ինչ նորմալ լիներ, դա խնդիր չէի տեսնի ես։ Իսկ հիմա։ Դե հիմա կարծում եմ շատ ավելի կարևոր հարցեր կան։ Դրան ոչ ես լսում եմ ճնշումս բարձրանում է։ Վարչաբենդի զբաղված մատել։ Դարձան երաժիշտ, առողջապահության նախարարը, պարող։ Պարոհին թող, որովհետև այսօր մեր երկրում ոչ մեկը իր տեղում չի։ Չեմ ասում, որ դա վատ է, բայց ամեն դեպքում վարչապետը երկրի ղեկավարը պետք է իր գործով զբաղվի, ոչ թե չեմ կարծում։ Իմ համար դա ճիշտ չէր։ Իմ կարծիքով դրա ժամանակը չէր։ Լավ էլ ժամանակն էր։ Շփտերես այս տղամարդը համաձայն չէ, պատրաստ է այս հարցով բոլորի հետ բանավիճել։ Ախի վարչապետի պես լավ տղա կա։ Ամենալավ տղեն ինքն է այսօր։ Հա, լուրջ եմ ասում։ Դրանից առաջվաններին նայի, հետո նոր սրան նայի։ Տես ինչ տղա է, դու նրանց չես տեսել։ Իրականում մեր այսօրվա հիմնական խնդիրը լուծեցինք, ավարտեցինք։ Որովհետև մեր խնդիրը այս երկը ձեզ ներկայացնելն էր, հույս ունեմ ձեզ դուր եկա։ Ինչքան դուր եկա։ Քանի որ հյուրերն ասում են Փաշինյանի հեղինակած իրական Հայաստանի երգը հավանել են, վարչաբենդը նոր անակնկալներ է խոստանում։ Նոր երգեր են գրվում են, և հենց կարած լույսը տեսանք սկսելու ենք էլի նույն տեմպով պարապել և որպեսզի հաջորդ անգամ ձեզ ներկայանամ։ Երեկոյի մասնակցության իրավունքը խիստ էր, տեղերը սահմանափակ, գրանցումը նախօրոք։ Նախապես իրավունքը ստացած առողջապահության նախարարի անոնսված պարը նույնպես հաջողությամբ կայացավ։ Էրմինե Ղարիբյան, Սիմիկ Մայելյան, Էպիկենտրոն։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպությունն անխուսափելի ֆինանսական փլուզման եզրին է վճարումների ուշացման և բյուջետային սահմանափակումների պատճառով։ Իրավիճակը վատթարացել է ՄԱԿ-ի ամենամեծ դոնոր Միացյալ Նահանգների կանոնավոր և խաղաղապահ բյուջեներին կատարվող վճարումների կտրուկ կրճատումից հետո։ Դեկտեմբերին անդամ պետությունների պարտքերը ՄԱԿ-ին կազմել են գրեթե 1.6 միլիարդ դոլար։ Ֆինանսավորման կրճատումներին ի պատասխան ՄԱԿ-ը նախատեսում է բյուջեն կրճատել 500 միլիոն դոլարով կամ 15%-ով, համեմատած 2025 թվականի հետ և գրեթե 19%-ով կրճատել աշխատակիցների թվաքանակը։ Կուբան արտակարգ դրություն է հայտարարել, նշելով Միացյալ Նահանգներից սպասվող արտառոց սպառնալիքով։ X-ի հարթակում հայտարարել է արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։ Ըստ նրա սպառնալիքը բխում է Միացյալ Նահանգների հակակուբայական նեոֆաշիստական աչթևից և ուղղված է Կուբայի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խաթարմանը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգներն էր արտակարգ դրություն հայտարարել, վկայակոչելով Կուբայից եկող ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը։ Միացյալ Նահանգների նախագահը վկայակոչել էր կղզում Միացյալ Նահանգների նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների, դրանց թվում Ռուսաստանի ռազմական և հետախուզական օբյեկտների տեղակայումը։ Միացյալ Նահանգները հավանություն է տվել Իսրայելին զենքի բազմամիլիարդանոց վաճառքին Իրանի հետ հարաբերություններում բարձր լարվածության ֆոնին։ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հաստատել է Իսրայելին 30 հարվածային Ապաչե ուղղաթիռների վաճառքը 3.8 միլիարդ դոլար արժողությամբ։ Բացի այդ, համաձայնագրի շրջանակում նախատեսվել էր նաև թեթև մարտավարական ջոինտ մեքենաների վաճառք 1.8 միլիարդ դոլարի չափով։
44-օրյա պատերազմում անմահացած զույգ եղբայրներ Արմեն եւ Ռուբեն Շահինյանների եղբայրը ծնվեց ծրագրվածից շուտ հենց բանակի օրը։ 3 տարի հերոսածին ծնողները սպասեցին հրաշքին եւ այն եկավ։ Նորածնի անվան շուրջ ծնողները երկար մտորեցին եւ որոշեցին կնքել 2 կորցրած զավակների անվան սկզբնատառերով։ Անսովոր գրելաձևով հերոս երկվորյակների նորածին եղբոր առաջին ակնթարթները եւ հերոսածին մոր էմոցիաները վավերագրել է Էպիկենտրոնը։ Երկվորյակ տղաներին սրտի մոտ, նորածնին ձեռքերի մեջ։ Հերոսածին Պայծառ Թորոսյանն է։ Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոսներ Արմեն եւ Ռուբեն Շահինյանների եղբայրը։ Շահինյան կրտսերը եղբայրներին, քրոջն ու ծնողներին նվեր արեց հայոց բանակի օրը։ Այսքան շուտ նախատեսված չէր փոքրիկի լույսաշխար գալը, բայց փոքրիկ հերոսն այլ պլաններ ուներ։ Հերաշկյանն Ռաֆիա պատիվ Քանի որ երկուսն են, Արմեն Ռուբեն, ես չի կարող մեկի անունը դնել, մյուսինը չէ։ Շատ երկար մտածեցինք, ամուսնուս աղջկաս հետ միասին, որոշեցինք, որ անունը սկսվի իրենց անունների սկզբնատառերով։ Ռուբենի Ռ, Արմենի Ան, իրավորեցինք, Ռաֆի ստացվեց։ Ռաֆին ոչ թե ռեյով, այլ ռեյով, բացատրում է մայրը։ Ավելի քան 3 տարի սպասեցին ու հրաշքը տեղի ունեցավ, այն էլ առանց միջամտությունների։ 44-օրյա պատերազմի ժամանակ Արմենը եւ Ռուբենը ժամկետային զինծառայող էին։ Ամբողջ ընթացքում միասին են եղել։ Հոկտեմբերի 30-ին էլ իրար գրկած զոհվել են անօթաչուի հարվածից։ Երբ վտանգավոր գոտում էին, հրամանատարությունը փորձել է բաժանել, չեն կարողացել, որովհետև Ռուբենս ասել է, մեզ Աստված միասին է ստեղծել, դուք ով եք պարոն գնդապետ, որ կարողանաք մեզ բաժանել։ Հիմա տիկին Պայծառը փորձում է երջանկությունը գտնել փոքրիկ Ռաֆիի մեջ։ Մայրը հիշում է, երկվորյակները տարբեր էին, թե արտաքինով, թե բնավորությամբ։ Արմեն ավելի հանգիստ էր, Ռուբենը հակապատկերը։ Ռաֆին երկուսի միքսն է։ Գուցե ես եմ փորձում նմանություններ գտնել, բայց ինձ թվում է երկուսի միքսն է։ Չեմ հասկանում, մի պա Արմենին եմ նմանացնում, հետո ասում եմ, չէ, ոնց որ Ռուբենին է նման։ Չգիտեմ, երևի ես այդպես եմ ուզում լինի։ Փոքրիկը ծնվել է 3 կիլոգրամ քաշով։ Տիկին Պայծառը բարդ հղիություն է ունեցել։ 45 տարեկանում է ունեցել 4-րդ երեխային, նշում է բժիշկը։ Մեծ հաշվով մենք անում ենք նույն գործը, ինչ բոլորը հետ ենք անում, բայց այստեղ զուտ հաշվի առնելով ում հետ գործ ունենք, որ մի քանի անգամ ավելի զգոն ես լինում, հանկարծ մի բան են չլինի, հանկարծ ամեն դեպ պատասխանատվություն շատ մեծ է, էլի։ Երկվորյակների փոքր տարիքի խաղալիքները մայրը պահել է։ Տանը արդեն Ռաֆիի անկյունում է դրված։ Սպասում են, երբ են տուն գնալու, որպեսզի ցույց տա հերոս եղբայրների նկարները։ Իսկ երբ մեծանա, պատմի նրանց սխրանքների մասին։ Ալլա Դավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։ 2025 թվականը ծանրաբեռնված էր Սյունիքի մարզային փրկարարական վարչության համար։ 2025-ին ահազանգերը ճգնաժամային կառավարման կենտրոն գերազանցել են 2024-ի ցուցանիշը։ Ձնաբքեր, հրդեհներ, փակ ճանապարհներ։ Տարածքային վարչության պետը ամփոփել է անցած տարի կատարված աշխատանքը։ Թեև փրկարարների աշխատանքի ծավալը մեծացել է, բայց ողբերգական դեպքեր չեն գրանցվել։ Տարատեսակ հրդեհավտանգ իրավիճակներ, ճանապարհների տարբեր հատվածներում քարշակումներ, վթարներ, նաև կենցաղային հարցեր։ Բարեբախտաբար Սյունիքում աղետաբեր դեպքեր չեն արձանագրվել։ Մարզային փրկարարական վարչության պետը ամփոփում է 2025-ն ու նշում, տարածքային ստորաբաժանումների համար անցած տարին ծանրաբեռնված էր։ Ճգնաժամային կառավարման կենտրոնը 87043 զանգ է ստացել, ինչը 2024-ի համեմատ 7510-ով ավելին է։ Զանգերի մասով փրկարարությանը վերաբերելի դեպքեր եղել են 1308-ը։ 1308 դեպքերին մենք արձագանքել ենք օգտագործելով 3575 մարտական հաշվարկ եւ օպերատիվ խմբեր։ Ընդհանուր առմամբ կարելի է բնութագրել որպես բավականին ծանրաբեռնված ու դեպքերով հագեցած տարի։ Անցյալ տարի հրդեհների զգալի աճ կար մարզում, 579 դեպք է գրանցվել, ինչը 284-ով ավելին է նախորդ տարվա համեմատ։ Դավիթ Հովհաննիսյանի խոսքով մարզում թիվ 1 խնդիրը շարունակում են մնալ հրդեհները, պայմանավորված տարբեր հիմնականում մարդկային գործոնով։ Բնակելի տարածքներ, շինություններ, անտառային հատվածներ, փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կրակի տարածումը Սյունիքի տարբեր հատվածներում։ Հրդեհների կանչերը մենք բավականին մեծ, այսպես ասած, պիկ
կի հանդիպեցինք նոյեմբեր ամսին, կոնկրետ անցած տարվա, նամանավանդ անտառամերձ հատվածներում մենք բավականին շատ դեպքեր ունեցանք։ Հիմնականում ես նաև կուզեի այդ մասով մեր քաղաքացիներին հորդորել ավելորդ ինքնավստահություն չդրսևորել իրենց այգիների չորխոտը վառելուց կամ անտառամերձ հատվածում իրենց արոտավայրերում, չորխոտը վառելուց նախ մենք բազմաթիվ անգամ անդրադարձել ենք, որ չորխոտը վառելիս միայն բուսական շերտը վնասում են, այսինքն ավելի վատ է լինելու բերքը, քան թե չվառելու դեպքում կլիներ։ Մենք նաև այդ ուղղությամբ շարունակում ենք իրազեկման աշխատանքները մարզի ողջ տարածքում, անցած տարի 296 իրազեկման աշխատանք ենք իրականացրել քաղաքացիների հետ։ Տարածաշրջանի բարդ ռելիեֆը հաշվի առնելով նախորդ տարի քիչ չեն եղել նաև եղանակով պայմանավորված միջադեպերը։ 288 բեռնատար է քարշակել փրկարարական ծառայությունը, իսկ նոր տարին մեկնարկել ուժեղացված ծառայությամբ։ Հունվարի 29-ի դրությամբ միջպետական մայրուղին փակվել է 12 անգամ։ Միայն ուժեղացված ծառայության ժամանակ փրկարարծառայության ստորաբաժանումների կողմից քարշակվել է ճանապարհի երթևեկության մասնակիցների խոչընդոտ հանդիսացող 121 մարդատար մեքենա, 80 բեռնատար մեքենա, քաղաքացիներից առաջնային օգնության կետեր օգնության են դիմել 36 քաղաքացի, որից 12 օտարերկրյա քաղաքացի, այսինքն աշխատել ենք, այսպես ասած, անբեռնված ռեժիմով բավականին։ Սովորական ահազանգերից ու ամենօրյա կանչերից զատ հունվարյան 2 օր տևած բքի հետևանքով 321 մարդատար եւ 53 բեռնատար մեքենաներ են քարշակվել։ Ընդհանուր առմամբ այդ օրերին 1822 քաղաքացու ցուցաբերվել է իրավիճակից բխող տարբեր օգնություն։ Դավիթ Հովհաննիսյանը նշում է, չնայած նրան, որ գրեթե միշտ աշխատում են 24/7 ռեժիմով, բայց թվերը հուշում են, տարին մեկնարկել են գերծանրաբեռնված։ 46 մեքենա այդ օրերին կոնկրետ մնացած ու արգելափակված են եղել բուքի հատվածում, իսկ իրենց մեքենաների շրջակայքում ձյան շերտը 1.5 մետր քամին բերել լցրել էր, հնարավոր չէր ուղևորները դուրս գային, վարորդները դուրս գային եւ փրկարարծառայության կրկին ստորաբաժանումների արագ արձագանքման արդյունքում, նաեւ այլ գործողությունների փրկարարական արդյունքում 139 քաղաքացու եւ վարորդ եւ ուղևոր մեզ հաջողվել է դուրս բերել ձնաբքի միջից, տեղափոխել առաջնային օգնության կետեր։ Հաշվի առնելով մարզի խնդրահարույց ճանապարհները միջպետական մայրուղիներում տեղադրվել են եռալեզու վահանակներ։ Դրանց շնորհիվ դժվար իրավիճակում հայտնված քաղաքացիները կարող են դիմել փրկարար ծառայություն հետագա խնդիրներից խուսափելու համար։ Կառույցից հորդորում են ցանկացած արտակարգ իրավիճակում չդրսևորել ինքնավստահություն եւ դիմել փրկարարների օգնությանը։ Այսօր սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է։ Այս տարի այն նշվում է հունվարի 31-ին։ Եկեղեցական այս տոնը շարժական է եւ հանդիպում է հունվարի 18-ի եւ փետրվարի 23-ի միջակայքում Սուրբ Զատիկից 63 օր առաջ։ Սուրբ Սարգսի կարևոր դերակատարումներից մեկը երիտասարդ սիրահարներին օգնելն էր։ Նա համարվում է նաեւ ընտանիքների հովանավոր։ Եվ վերջում հոսանքի պլանային անջատումների մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Դավթաշեն վարչական շրջան 10-ից 16-ը, Դավթաշեն թաղամաս 2, 6, 7 փողոցներ մասնակի, Արարատի մարզ 10-ից 12-ը, Մասիս քաղաք, նոր 3-րդ թաղամասեր մասնակի, Հերացի դպրոցականների, Շիրազի, Հանրապետության, Արարատյան, ազատամարտիկների, երիտասարդական, Շիրազի փողոցներ մասնակի, կենտրոնական հրապարակի կից տարածք, քաղաքապետարան, Տելեկոմ Արմենիա ընկերություն, թիվ 2 դպրոց եւ հիվանդանոց ոչ բնակիչ բաժանորդներ, Մարմարաշեն եւ Նոր Խարբերդ գյուղեր մասնակի, Ազատաշեն, Այնթապ գյուղեր մասնակի, 11-ից 14-ը Նորաշեն գյուղ մասնակի, Կոտայքի մարզ 11-ից 16-ը Կամարիս եւ Ձորախպյուր գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզ 11-ից 14-ը Ճամբարակ քաղաք մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11-ից 14-30-ը Գետիկ, Մարտունի գյուղեր, Էրիկ Փեք, Լոռու մարզ 11-ից 13-ը Վանաձոր քաղաք, Տիգրան Մեծի պողոտակ 40 շենք եւ հարակից բնակիչ եւ ոչ բնակիչ բաժանորդներ, Միասնիկյան փողոց 11, 13 A շենքեր, Ազատամարտիկների փողոց 3 շենք, Դատախազություն, թիվ 1 պոլիկլինիկա, Ամիո բանկ ընկերություն։ Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 080 180 շուրջօրյա գործող
հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրոանվտանգության կանոններին։ Այսքանը այս թողարկմանը։ Իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր եթերում։ Կհանդիպենք։